Շատ հետաքրքրեց ինձ այն հայտարարությունը եւ իմ հասակակից երիտասարդներին, որ դուք նշեցիք մեր հայ ազգին չի սազում այս խեղճ վիճակը եւ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դուրս գանք այս վիճակից։ Հարցս հետեւյալն է, ուզում եմ հասկանալ, ինչը ձեզ ստիպեց այդ հայտարարությունը անել եւ ինչպես պետք է անենք, ինչ գործողություններ պետք է անենք, որ այս վիճակից կարողանանք դուրս գալ։ Արցախի պատերազմից հետո բոլորս էլ կոտրված, խեղճացած, մտքերի մեջ, ինչ որ ասեն անկախ ամեն դա կապ չունի սոցիալական վիճակը, իրավիճակը, ես որը 100-200 մարդու հետ եմ շփվում, դրսում, արտասահմանում, ազդեցիկ հայրի հետ, սովորական մարդկանց հետ, աշխատողի, շինարարի, փոքր ու միջին բիզնեսի, բոլորը կոտրված են։ Չկա աշխարհում մի հարց, մի խնդիր, որ լուծում չունենա։ Բոլորն էլ լուծում ունեն։ Ես ռեալ ինչին որ կպա ինչ գործին, ասեցի դա պետք է անեմ ամենալավը։ Մենք նայում ենք մեր հնարավորությունը, մեր եղածը, դրա հիման վրա, որ մենք կարողանանք կազմակերպել, մտածել, ծրագիր իրականացնել, այդ հարցերը կարգավորել։ Մենք չենք կարող խեղճացած մնալ, սա մեզ ամոթ է ամբողջ հայությանը։ Մենք պարտավոր ենք միասնական քննարկելու, իրականացնելու, որ մենք կարողանանք աշխարհին ապացուցենք, որ այդ խեղճությունից մենք դուրս գանք, բոլորն էլ մեզ կհարգեն։ Խեղճությունը մեր թշնամին է։ Մենք պետք է մեջք-մեջքի տանք, էտատելություն, թշնամանք, մերոնք, ձերոնք, բարեկամը բարեկամի հետ չի խոսում, հարևանը հարևանի հետ չի խոսում։ Եղբայր, պետք է վերջ տանք ամեն ինչին։ Մենք պետք է կարողանանք միասնական կազմակերպենք, ով խելոք բան ասում, ով ճիշտ առաջարկ անում, նա պետք է ընդունենք, նա պետք է կատարենք, նա պետք է իրականություն դարձնենք։ Այդ ժամանակ աշխարհն էլ կհարգի եւ մենք նոր դաշնակիցներ էլ կունենանք, ուժեղ մարդու հետ են հաշվի նստում, թույլ է ոչ մեկն էլ հաշվի չի նստում։